մեկ ամիսը շատ արագ անցավ, հələ մի բան էլ ավել, երբ այս նույն տեղում, որտեղ որ հիմա գտնվում են ձեր տեսախցիկները, քննիչներն էին աշխատում հերթով, որոշում էին, թե ինչն են թողնում, ինչն են տանում, իհարկե հիմնականում տանում են, այլ ոչ թե թողնում են, եւ իննեմնիմի երկու գործը արդեն այն գործերից է, որը հանրությանը շատ հայտնի է եւ ինչպես եւ իննեմնիմի առաջին գործը, այնպես էլ սա այն ցավոք սրտի սակավաթիվ գործերից է, որ նաեւ ստացել է միջազգային արձագանք։ Առաջին իսկ րոպեներից, եթե դուք հիշում եք, ես իմ գործընկերը շատ ակտիվ աշխատել ենք հանրության հետ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները լայվերով, հարցազրույցներով եւ այլն եւ կարմիր թելով մի բան էր անցնում, որ առաջին գործում դուք տեսաք, որ ուղղակի մեդիա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ նման ակնհայտ ապօրինությունը բերելու է անգամ այս պայմաններում, երբ որ բացահայտ ձևով Հայաստանը Եվրամիությունից ինչ-որ հիբրիդային չեմ ինչերի դեմ իրականում ոնց որ թե կարելի է ասել միջամտության դրսևորում է, խնդրում, ինչ-որ ստանում է այդ միջամտությունը եւ այլն այս պայմաններում եվրոպացիները լուրջ այսպես արձագանքի կարծեք թե տեղ չեն թողնում նման դեպքերում, բայց անգամ այս պայմաններում մենք ունենում ենք նաեւ միջազգային արձագանքներ։ Իսկ առաջին դեպքով մենք ունեցանք ամենահեղինակավոր միջազգային կառույցներից շատ հստակ արձագանքներ, իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք որ իրենց անդուլ ջանքերով հասան դրան, ուզում եմ հատուկ նշեմ երկու կառույցների անունները, Հայաստանի ժուրնալիստների միության անունը եւ KIHK-ի անունը, որոնք երկուսն էլ ամենաակտիվ աշխատանքն են իրականացնում, որպեսզի այս տեղեկատվությունը տեղ հասնի, մյուսներից ներողություն եմ խնդրում, բայց ես երկուսին ուզում եմ հատուկ ընդգծեմ, եւ անցյալ անգամ ամենահեղինակավոր կառույցներից մենք ստացանք արձագանքներ։ Դա Freedom House-ներ, Amnesty International-ներ, Եվրոպայի լրագրողների ֆեդերացիան եւ մյուս ամենահայտնի կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական հա ամենահեղինակավոր կառույցներից այնքան շատ են, որ նույնիսկ մոռանում ենք, որին հիշենք, որին թողնենք։ Եվ այս անգամ եւս մենք ունեցանք մի նոր կառույցից արձագանք, շատ կարեւոր արձագանք, որը ի տարբերություն նախորդ անգամվա պաշտոնական կառույց է, այսինքն ինչքան էլ հեղինակավոր լինի, կարող է լինել պաշտոնական, ոչ պաշտոնական։ Եվրոպայի խորհրդի կառույց է լրագրողների անվտանգության հարթակը, նոր երևույթ է, դրա համար մենք հատուկ այսօր անդրադարձ ենք անելու եւ իմ գործընկերը Աստղիկ Մաթեոսյանը իմ խոսքի ավարտից հետո ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը եւ ինչ է իրենից ներկայացնում այս արձագանքը։ Նորից ասեմ, դա այն պայմաններում, երբ այսպես ասենք, ֆոնը ամենևին բարենպաստ չէր, բա որ բարենպաստ լիներ, ինչ կլիներ։ Ես ուզում եմ կարճ անդրադառնալ, թե ինչ խախտումների մասին է խոսքը։ Ես եվրոպական կոնվենցիան էի մտքով այսպես անցնում հոդվածներով եւ նկատեցի, որ եվրոպական կոնվենցիայի երևի համարյա հոդվածների կեսի խախտում մենք այստեղ ունենք։ Սկսենք ամենասկզբից 5-րդ հոդված, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին։ Ակնհայտ է, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար։ Մենք արդեն ունեցել ենք մեկ քրեական վարույթ, որով 2 ամիս կալանքից հետո տղաների նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես վարչական հսկողություն, եւ տղաները ամբողջությամբ պահպանել են դրա բոլոր պայմանները։ Հիշում եք, դա նաեւ արժեցավ նրանց երկար ժամանակ եթեր դուրս չգալը, բայց նրանք որևէ խախտում թույլ չեն տվել։ Հետևաբար, եթե արդեն մենք ունենք փորձ, որ այս խափանման միջոցը արդյունավետ է, ինչի պետք է ամենածայրահեղ խափանման միջոցը կիրառվեր։ Օրինակ, քաղաքի կենտրոնում մի քանի մարդ հարձակվում են ըստ հավանաբար քրեական վարույթի նյութերի պետք է որ խուլիգանական նաև գործողություններ լինեն, ապարակ դեպքում խուլիգանության մեղադրանք չէր լինի, կոնկրետ Միրան Հակոբյանի դեպքն եմ օրինակ բերում, եւ դատարանը մերժում է այդպիսի խուլիգանություն, ենթադրյալ խուլիգանություն կատարած անձանց կալանքը կիրառում է շատ ավելի մեծ խափանման միջոցներ։ Այդ ո՞նց եղավ, որ այն դեպքում մերժվում է, այս դեպքում երբ որ եթերի մասին է խոսքը, երբ որ մեծ շատ մեղմ եմ արտահայտվում
մեծ կասկած կա առհասարակ եթերով խուլիգանություն լինում է թե չի լինում, մարդկանց նկատմամբ կիրառվում է ամենախիստ խափանման միջոցը այն էլ լրջագույն սահմանափակումներով, շփման սահմանափակումներով։ Եվ այսպես 5-րդ հոդված։ 6-րդ հոդվածից մի փոքր ընդամենը էպիզոդ հիշեցնեմ, երբ որ ես օրինակ հասա Նարեկենց տանը իրականացվող խուզարկությանը, ինձ ներս չթողեցին։ Ճիշտ է, սա ամենամեծ խախտումը չէ այս գործով, բայց այնուհանդերձ 6-րդ հոդվածի, այսինքն արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես պաշտպանի ներգրավման, պաշտպանի կողմից իր իրավաբանական գործառույթը իրականացնելու իրավունքի որոշակի խախտում է։ 7-րդ հոդված։ 7-րդ հոդվածը հաճախ չի, որ մենք վկայակոչում ենք, բայց դա շատ կարևոր է։ Հին սկզբունք կա, չկա հանցանք առանց օրենքի։ Nullum crimen sine lege իրավաբանները այս լատինական արտահայտությունն են անում։ Դա ձևակերպված է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում։ Դա մարդու ֆունդամենտալ իրավունքն է, որ եթե ինքը հանցանք չի կատարում, նրան հանցագործության համար նրա նկատմամբ վարույթ չիրականացնեն։ Էլ չեմ ասում իր ոչ հանցավոր արարքը չորակեն որպես հանցագործություն։ Մարդիկ իրականացնում են օրենքով թույլատրված, օրենքով չարգելված քաղաքական գործունեություն։ Բոլորս էլ գիտենք ինչ գործունեություն։ Իմն եմ մի ոդկասթը քայլ առ քայլ ժամանակի ընթացքում արդեն 3-րդ տարին է, չէ՞ ոնց որ թե սկսում շուտով։ 3-րդ տարին է։ Կամած առաջ գնաց եւ դրա արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, որ հանրությունը շատ լավ ճանաչում է, մարդկանց գործունեությունը բոլորի աչքի առաջ է։ Այդ օրինական գործունեության համար մարդկանց պատասխանատվության են կանչել։ Այն էլ այն դեպքում, հարգելի գործընկերներ, այն էլ այն դեպքում, երբ որ արդեն մենք ունենք ոչ թե պարզապես անմեղության կանխավարկածի երաշխիքը, այլ ունենք անգամ դատավճիռ, ճիշտ է, օրինական ուժի մեջ չմտած, որը նույն արարքը որակել է որպես ոչ հանցավոր արարք։ Այս պայմաններում մենք ակնհայտորեն տեսնում ենք նաև այս սկզբունքի ոտնահարումը։ Հաջորդ հոդվածը 8-րդ հոդված, անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ինչ իմաստ կար առավոտը ժամը 7-ին դիմակներով մտնել Նարեկենց եւ Վազգենենց տուն։ Երեխեքը այնտեղ պատրաստվում էին դպրոց գնալ եւ այլն, դրա մասին լուսին են ավելի շատ։ Սրանք ինչ իմաստ կար։ Այդ իրավունքի նկատմամբ միջամտությունը որևէ բանով արդարացված էր թե ոչ։ Սա արդեն Եվրոպական կոնվենցիայի հաջորդ հոդվածն է։ 10-րդ հոդված, խոսքի ազատություն։ Հիմա տեսեք, հերթով թվարկելով գնում եմ։ 10-րդ հոդված, այս ամեն ինչը ինչի համար էր արված, որպեսզի մարդկանց գործունեությունը դադարեցնեն։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր որ դա ուղղակի թույլ չտվեցին։ Նաև իրենց ֆինանսական աջակցությամբ նրանով, որ այն ինչ որ տարել էին, անհրաժեշտը բերեցին եւ 2 օր հետո արդեն իմնեմնիմի եթերում էր։ Այդ շտատիվները, այդ մնացածը եւ այլն։ Իդեպ վերադարձրել են մի մասը տեխնիկայի, շտատիվները վերադարձրել են, հա, ինչի եք մարդկանց, մարդիկ ստուգեցին, տեսան։ Շտատիվները վերադարձրել են, ասեմ ձեզ, բայց ոչ ամբողջը չէ, ամենակարևորները չեն վերադարձրել, խոսքը վերաբերում է համակարգիչներին եւ այլն, այսինքն այն հատվածը, որ արդեն իսկ այսպես ասած փոխարինողները ձեռք են բերվել, դրանք վերադարձրել են։ Ինչ ասենք երևի թե լավ է որ վերադարձվել են, բայց վատ է որ տարվել էին առհասարակ։ Հաջորդը նույն խոսքի ազատության հետ կապված։ Լրատվամիջոցի գործունեության խաթարման դրսևորում ենք մենք համարում նաև բացարձակ անհիմն երկու այլ լրագրողների Դավիթ Ֆիդանյանի եւ Իշխան Խոսրովյանի ձերբակալումը։ Բացարձակ մեր համար այդպես էլ մնաց անհասկանալի թե այս մարդկանց ինչի տարան, Իշխանը 6 ժամ մնաց անազատության մեջ, Դավիթը 2.5 50 ժամ, այսպես անազատության մեջ մնաց եւ կարծում ենք որ դա նույնպես նպատակ էր հետապնդում դադարեցնել անտիֆեյքի գործունեությունը։ Եվ վերջապես 14-րդ հոդված, որը խտրականության արգելքն է։ Խտրականության այս ամեն ինչը կատարվում է խտրական ձևով։ Մենք չենք տեսել պրոիշխանական նման գործունեության մասով որևէ միջամտություն, քրեական հետապնդում, էլ չենք ասում մասկաներով ԱԱՑ-ի աշխատակիցները գնալու։ Ես չեմ հասկանում, մեր երկրում ԱԱՑ-ն շատ կարևոր գործառույթներ ունի, որ պետք է իրականացվի։ Դրա համար է մեր հասարակության գիտակից հատվածը հարգանքով վերաբերվում այդ կառույցին, բայց մենք տեսնում ենք միտեղ գնում են պատարակի զերծման հարցով են զբաղվում, մյուս տեղը գալիս են շտատիվների տանելու կազմակերպման հարցով են զբաղվում, սա մեր համար անհասկանալի է։ Խաղաղության պայմաններում նորմալ չի։ Անգորսոր չմնան, հա։ Դե չգիտեմ, գուցե նորմալ է։ Ես
ես այսպես լավ միջազգային փորձին չեմ տիրապետում, բայց իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը պետք է որ անվտանգային բնույթի մարտահրավերներով զբաղվի, որոնք որ կարծում եմ երկրում շատ են։ Վերջում ընդհանրապես կուզենամ համեմատել իմնեմնիմի 1-ը եւ իմնեմնիմի 2-ը ցույց տալու համար, որ այս ընթացքում ցավոք սրտի մեր երկրում ռեպրեսիվ ապարատը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստացել ընդամենը 1 տարի 5 ամսվա ընթացքում։ Զուտ հայամատության համար իմնեմնիմի 1 գործով մարդկանց տները ժամը 7-ին չգնացին։ Բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը դրա նկատմամբ միջամտություն չեղավ։ Նույնիսկ այստեղ գալուց ոչ թե խոզարկությամբ էին եկել, այլ դեպքի վայրի զննությամբ էին եկել։ Մասկաներ եւ այլն նման բաներ չկար։ Երկրորդը բանի այդ անտիֆեյքի գործունեության նկատմամբ միջամտություն չեղավ։ Լրագրողների մասով որևէ միջամտություն չեղավ։ Երրորդը եկեք այնուհանդերձ իրավիճակներն էլ քննարկենք։ Նախորդ անգամվանից հետո մենք նաև որոշակի հետևություններ էինք արել եւ օրինակ արդեն իսկ երկար ժամանակ է բոլոր հաղորդումները սկսվում են շատ հստակ, միանշանակ, բավական տևական ծանուցումով, որ ուղղված է միջազգային ներողությունը, որ ուղղված է ունկնդիրներին, որ իմացեք, հնարավոր է, քանի որ սա ուղիղ եթեր է, որ ոչ նորմատիվային լեքսիկա է այստեղ լինի։ 18+ լեքսիկա է այստեղ լինի։ Նույն բանը ինչ որ օրինակ անում է հանրային հեռուստաընկերությունը, երբ որոշ ֆիլմերի մասով գրում է 18+։ Հիմա ներողություն, եթե այնտեղ ինչ որ մի ոչ նորմատիվային անպարկեշտ արտահայտություն հնչի, օրինակ ներողություն եմ խնդրում, 1000 ներողություն խնդրում եմ սրտից թույլերը թող հեռանան, եթե հետույք բառը օրինակ հնչի։ Այդ մարդկանց ինչ պետք է գնաք դատեք, գնում են, չէ, 18+։ Հաջորդը տարբերակիչ առանձնահատկություն, անցյալ անգամ չէին սահմանափակել տղաների ուրեմն տեսակցությունների հնարավորություն։ Տեսակցությունների հնարավորությունները սահմանափակված են։ Միայն պաշտպաններ եւ մերձավոր ազգականներ, որը որ չէին, մերձավոր ազգականները սկզբունքորեն կարող էին, բայց պաշտպանները չէին կարող։ Որևէ մեկ ազգային ժողովի падգամավորները, բազմաթիվ падգամավորներ են հետաքրքրվում, որ ցանկություն ունեն այցելեն, անցյալ անգամ այցելում են։ Բացառապես այն պատճառով է սահմանափակված, որ մարդիկ կտրվեն եւ չկարողանան իրենց այսպես շփումներ ունենալ, օրինակ ազգային ժողովի падգամավորների հետ։ Եվ նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ падգամավորներին, երկու ընդդիմադիր ֆրակցիաներից, որոնք որ անընդհատ հետաքրքրվում են, անընդհատ ասում են ինչ որ բան չփոխվեց, էլի չենք կարող գնալ, էլի չենք կարող գնալ, ցավոք սրտի դեռ գնալ չենք կարող։ Ամենավերջում ասեմ, որ մենք ստացանք հետաքրքիր արձագանք Եվրոպայի խորհրդից։ Սա էլ է տարբերություն։ Անցյալ անգամ երբ որ դիմումներ եղան նույն Եվրոպայի խորհրդին, որևէ պատասխան չստացանք։ Այս անգամ մենք ստացանք պատասխան։ Նամակ ուղարկեց Եվրոպայի միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալ ենք, որ նամակ ուղարկել են, այսինքն դա մենք համարում ենք ուշադրության նշան որոշակի եւ հույս ունենք, որ դա նաեւ նշանակում է, որ գիտեք մենք քանի որ այնտեղ հիբրիդային հարցեր կան, մենք չենք կարող հրապարակավ ձեր հետ շփվել, բայց սա արժեքներ են, որոնցով մենք զբաղվում ենք եւ գուցե փակ դռների հետևում նաեւ այդ հարցը բարձրացնում են։ Բայց այն տեքստը, որ այդ նամակում կար, մեղմ ասած տարօրինակ էր։ Նշված էր, որ դա գիտեք ինչ, մենք չենք կարող զբաղվել նման հարցերով, այդ հարցերը մեր իրավասության, դա Հայաստանի ներքին գործն է, Հայաստանը այդ հարցերով թող զբաղվի։ Ես հիշողությունս թարմացնելու համար որոշեցի մի հատ հին, այսպես, լրատվական նյութերը թերթել եւ տեսնել, թե ինչպես էր մինչեւ 2018 թիվը քաղաքական հայտարարություն, քաղաքական հայտարարություններ անում են։ Հանդիպումները չեմ ասում, որ անընդհատ այսպես այն մարդկանց հետ ովքեր որ ձերբակալվում են եւ այլն, անընդհատ հանդիպումներ լինում եւ դա հրապարակվում էր, այդքի չեմ էլ ասում, այդ չեմ ասում։ Քաղաքական բնույթի հայտարարություններ, որ պետություն դու խախտում ես արել, որ այս ինչը սենց ես արում, նրան բռնել ես, այս ինչը սենց ես արել, ինչը նենց ես արել։ Անձամբ դեսպանը, անձամբ Եվրամիության դեսպանը գնում եւ մասնակցում էր դատերին։ Իսկ դա քաղաքական քայլ է, այնպես չի էլի, որ տենց այդ օրը դատարանի մոտով անցնում են, դա այդպես չի լինում։ Եվ որոշում են մտնել տեսնել ինչ կա դատարանում։ Ոչ, դա քաղաքական քայլ էր։ Բայց հիմա ինչը փոխվեց, արժեքները փոխվեցին։ Դե փոխվեց այն, որ այլևս բացահայտվեց, որ այդ արժեքները մեղմ ասած առաջնային կարևորություն չունեն
եւ քաղաքական նպատակահարմարությունը ամեն ինչից վեր է։ Չէ՞ որ սա գուցե կարճաժամկետ էֆեկտ ունենա, բայց երկարաժամկետ կտրվածքով բոլոր այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ ազնվորեն, այլ ոչ թե գրանտներով կամ աշխատավարձով կամ չգիտեմ ինչով, այդ արժեքներին հավատացել են, այդ մարդկանց վստահությունը, չգիտեմ, անվերադարձ կորավ, թե ինչ որ ձևով հնարավոր կլինի վերականգնել, որովհետև սա որևէ կերպ չի կարող համարվել արդար, ես այդ բառը օգտագործեմ։ Ու առհասարակ իմ նեմնիմի նկատմամբ էս հետապնդումը եւ արդարությունը ծայրահեղ տարբեր բևեռներում են գտնվում։ Ծայրահեղ անարդար վիճակի։ Կներեք, երկար խոսեցի այսքանը, խոսքս ուզում եմ փոխանցեմ Աստղիկ Մաթևոսյանին, որ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի մասին շատ կարճ ներկայացնի, որպես նոր կառույց, որից հետո արդեն Լուսինեն կխոսի եւ ես ուզում եմ առիթը օգտագործնելով իմ չգիտեմ ոնց ավելի հիացմունք արտահայտեմ, թե ինչքան այսպես քաջաբար Լուսինեն այս ամեն ինչին դիմագրավում է եւ կարևոր որոշում է կայացրել նաեւ հրապարակային խոսել եւ ես ուզում եմ որ սա հույս ունեմ սա նաեւ օրինակ կլինի մյուս քաղաքմարտարկյալների ընտանիքների անդամների համար, որտեղ այս պատմությունները պետք է հանրության սեփականությունը դառնան, այսքանը։